Կողմեք, որ տրանսպորտից անվճար օգտվողները 10-ից 15,000 դրամի չափով տուգանվեն։ Ոչ։ Դա ճիշտ բան չի, 100 դրամ էր, այն ժամանակ բոլորը վճարում էին։ Նորից թողանեն 100 դրամ, բոլորը վճարում են, շատ քիչ մարդիկ կարող է չունենալ, չվճարել, դա ճիշտ բան չի։ Դեմ ենք դրան։ Հիմա ենթադրենք ինտերնետ չկա այդ տրանսպորտում, ոնց ենք անելու, ոնց ենք որոշելու։ Ես վճարեցի թե չէ։ Կարող իրանք ապացուցեն, որ ես չեմ վճարել։ Ուրեմն պետք է մեկին նստացնեն ընդ տանք փողը տանք, այդտեղ ավելի գրագետ չի, քան թե հսկիչ դնեն։ Ոչ մի ձև չես կարող, ես մի քարտս դնելու եմ, ու մեկ էլ ասում է, չես վճարել։ Դե գնա ապացուցի, որ վճարել ես։ Ոնց։ Ինքն եմ դատարանների դուռը ասեմ նայեք, ես այսօր ես ինչ ժամից տեղ եմ եղել կանգնել նստել եմ։ Համակարգն է սխալ։ Հա, համակարգն է սխալ։ Ջանդամ դե հարություն է։ Ես պետք է մի բան մտածենք, ավելի լավ է տոմսավաճառ պահեն, աշխատատեղ ստեղծեն։ Ոչ, կոպցու դեմ եմ թազը։ Բայց կարող են տուգանվել, ազգային ժողովում քննարկվում էր այդ նախագիծը։ Ինչ կարանք անքնես։ Չենք կարող ոչինչ փոխել։ Մենակ բերև առուտը։ Ինչ ոչինչ բան։ Այո, կողմեն, որովհետև պետք է պատասխանատվություն լինի, պիտի վճարել, վերջին հաշվով օգտվում ես, պիտի վճարել, այո, կողմեն։ Բայց 150 դրամը թանկ չէ։ Իմ կարծիքով ոչ։ Սխալ է։ Ավելի լավ չի անեն 100 դրամ, թող մուծեն, ոչ թե ավելորդ երցի մինչերի վճարեն։ Չէ, լավ էլ անում են, որ չեն մուծել։ Այդքան թանկ չէ, բայց պետք է։ Անպայման պետք է։ Կողմեք, բայց այդ որոշմանը, որ տուգան։ Պարտավոր են վճարել տրանսպորտը։ Այո, կողմեն, իհարկե։ Այո։ Կողմ չեմ։ Այո։ Իսկ բավականին բարդ հարց տվեցի։ Ես ընդհանուր առմամբ տուգանվելուն դեմ եմ, որովհետև աշխարհի շատ պետություններում քաղաքային տրանսպորտը պիտի մատչելի լինի բոլորի համար։ Ես կարծում եմ, որ 150 դրամը շատ բավականին թանկ գումար է, որտեղ մենք ունենք մոտ կես միլիոն կես անթոշակառուներ, որոնք կարող են այդ 150 դրամը չեն կարող վճարել ասել։ Դա դժվար է։ Ես կարծում եմ, որ պիտի ինչ-որ նոր համակարգ ստեղծվի, մշակվի եւ շատ այդպես ասած մի խոսքով 150 դրամը կարծում եմ շատ թանկ գին է եւ մենք պիտի կարողանանք այնպես անել, որպեսզի դա դառնա մատչելի բոլորի համար։ Քաղաքային տրանսպորտը աղքատի ուրախությունն է, եւ մենք գիտե ուզում ենք դառնալ սոցիալական պետություն, մենք պարտավոր ենք մտածել ժողովրդի մասին, մեր Երևան քաղաքի բնակիչների մասին, հատկապես տարեց բնակիչների մասին, երեխաների մասին, որոնք այսօր չունեն համապատասխան գումարներ վճարելու այդ գումարները։ Բայց գոյություն ունեն անվճար օգտվողներ։ Բոյկոտող քաղաքացիները կարող են տուգանվել։ Հա, այդ տեսակի մարդիկ դե կողմ եմ իհարկե։ Ինչի համար տրանսպորտի վարորդը կամ մնացածը ինչ կապ ունեն այդ հարցը։ Եթե իրան գանգատ ունեն, բողոքում են, թող գան քաղաքապետարանում գանգատվեն։ Բայց 150 դրամը թանկ չէ։ Դե արդեն որոշել են, ինչ պետք է անեն։ Եթե որոշել են անում են, ուրեմն պետք է համակերպենք, ոչինչ չեն կարող անեն։ Ուրեմն մի հարց կա, չէ՞, մի խանգարող բան կա, մի խնդիր կա, որ անում են այս ամեն ինչը։ Մի հատ թող հաշվի առնեն, առաջ փնթի թափթփված գազելներում էին նստում, չգիտեմ, հիմա նորմալ ակուրատնի օգտվում են։ Իհարկե թանկ չի։ Նորմալ նստում են, ինչն է խնդիր։ Բայց որ իրար շալակ բարձրացած sense գնում էին տահաճ հոտերով, չգիտեմ, տահաճ վիճակով, այդ հաճելի է, չէ։ Դուք պատկերացրեք Yandex են կանչում, ինչ Yandex-ը գա մի հատ ինչ որ վարորդ Զապարոժեց մեքենայով, թե գա Mercedes-ով, որ հաճելի, մի քիչ էլ թանկ վճարես, բայց գիտես որ հաճելի ձևով ճանապարհ ես գնում։ Մի քիչ դե ժողովուրդն են հասկանան, այդպես չի լինում, այդ ախր բոլորը ծախսեր, համաձայն եմ դժվար է աշխատանքները ստեղծելը, գումար վաստակելը շատ բարդ է, բայց պետք է իրանք էլ հասկանան։ Եթե չեն ուզում, այդ վարորդը մեղք չունի, վարորդի աշխատանքին ու իզուր են իրանք վնասում։ Եթե այդքան կոպիտ ժողովրդական լեզվով ասած դուխով մարդիկ են, թող գաս տա քաղաքապետարան բողոքեն, ոչ թե վարորդի հախից անեն։ Վարորդը ինչ կապ ունի։ Վարորդը իրաց նման դուրս է գալի, նստում է տրանսպորտ, եթե պետք է անում, ինչ տարբերություն։ Թող գաս տեղ բողոքեն, ոչ մի բան։